Այսօր Երևանը տոնում է իր 2807-ամյակը, քաղաքի տարբեր վայրերում բազմազան միջոցառումներ են և մարդիկ հավաքվում են, նշում են Երևանի տոնը, նաև ուրախանում են, շրջում են։ Հիմա կմոտենանք մարդկանց, տեսնենք նրանք ինչ են կարծում, Երևանին ինչ են մաղթում և ինչպիսի տրամադրություն է տիրում։ Տեղյակ եք այսօր ինչ օր է։ Այո, Երևանի տոնն է։ Քանի տարեկան է դառնում։ 2807։ Երևանում ձեր ամենասիրած վայրը որն է։ Կասկադը երևի։ Օրինակ, որ Երևանը լիներ մարդ, ինչ բնավորության հատկանիշներ կունենար։ Իսկ երևի շատ բարի, շատ կոմֆորտ, երջանիկ, գերուրախ, что еще։ Ինչ եք մաղթում Երևանին իր ծննդյան կապակցությամբ։ Можно на русском? Что ты желаешь Еревану в честь дня рождения? Можно на русском ответить? Желаю дальше развиваться, продвигаться, чтобы также Ереван оставался очень добрым городом и чтобы сюда хотелось все чаще и чаще приезжать. Որ ավելի բարելավվի, որ բոլոր այլ երկրերի հայերը ցանկանան միայն ստեղ ապրեն ու ուրիշ երկիր չուզենան գնան։ Ինչ միջոցառումների եք նախատեսել, որ պետք է գնաք։ Դեռ երևի ոչ մի։ Միայն Գարեջրի փառատոնը այս պահին։ Как пойдет? Как пойдет? Գիտեք ինչ օր է այսօր։ Դուրս ասած չէ։ Երևանի օրն է։ Դուրս, ես 2807 տարեկան է դառնում։ չգիտեի անգետ։ Բայց միջոցառումը չգիտեիք ինչի է կազմակերպել, պատահական եք իմացել։ Այո, ես մի օր առաջ եմ եկել Հայաստան, չգիտեի ճիշտ։ Որտեղից եք եկել։ Մոսկվայից։ Անցած տարի եղել եք Երևանի տոնին։ Միշտ մաղթում մեր Երևանին։ Միշտ բոլորին ուրախ տեսնեմ, բոլոր մարդկանց, առողջ եւ ուրախ։ Հիմա լայվի մեջ եք։ Այո։ Դուք բլոգեր եք։ Ուղղակի լայվ եք անում։ Ուղղակի լայվ եմ անում։ Որ Մոսկվայից գալիս եք, ձեր ամենասիրած վայրը որն է Երևանում։ Կենտրոնը, Հյուսիսային պողոտան։ Գիտեք քանի ամյակն է։ Քանի ամյակն է։ 2807։ Ինչ եք մաղթում Երևանին։ Խաղաղ երկինք, հարստություն։ Նախընտրած միջոցառում ունեք, որ ուզում եք անպայման լինեք։ Ուզում եմ բոլոր միջոցառումներին մասնակցել։ Այսօրվանից սկսել եք։ Երևանում ձեր սիրած վայրը որն է։ Բոլոր վայրերը, բոլոր։ Չկա նախընտրած որևէ տեղ։ Չէ, նախընտրած չկա, բոլոր վայրերը սիրելի են։ Ես Մոսկվայում եմ ապրում։ Մոսկվայից որ գալիս եք առաջինը որտեղ եք ուզում լինել։ Ես ամբողջ քաղաքը սիրում եմ անգալ։ Շատ լավ, ինչ եք մաղթում Երևանին։ Որ միշտ էս ծաղկում լինի Երևանը։ Ինչ ասեմ։ Գիտեք չէ որ Երևանի ծնունդն է։ Հա, գիտեմ, ինձ ասեցին։ Էսի։ Չէ, նոր չեմ իմացել, դրան պատրաստվում էի։ Որ միջոցառումներին եք գնալու։ Հրապարակի անպայման, որ համերգա լինելու անպայման գնալու եմ։ Եթե Երևանը մարդ լիներ, ինչ բնավորությամբ Երևանը ինչ լիներ։ Մարդ։ Հյուրասերը բնական է, առատաձեռ։ Էրիկա է տանը, լավ է։ Գիտեք որ այսօր Երևանի ծնունդն է։ Ես Երևանի ծնունդին այսօր ստեղ եմ գիտեք որտեղից 5000 կիլոմետր հեռվից, Բրյուսելից 6000։ Անցած տարի մասնակցել եմ ու շատ տպավորված եմ եղել։ Խոսք եմ տվել որ այս տարի անպայման ներկա եմ։ Ինչից եք տպավորվել անցած տարի։ Ամենամեծ տպավորությունը օպերայում սիմֆոնիկ նվագախմբի համերգը շատ մեծ բավականություն ստացանք։ Համերգը հրապարակում, հանրապետության հրապարակում ու ամեն մի այս պլասներում հավեսով առողջ տրամադրությունով բարձր հանդիսություններ։ Որ Բրյուսելից գալիս եք, որն է ձեր ամենասիրած վայրը Երևանում։ Երևանում ամենտեղ Պախտու։ Երևանում ծնվել եմ, մեծացել եմ, մանկություն եմ ապրել։ Ամեն տարի գալիս եք։ Ես երկրորդ տարին արդեն որ գալիս եմ, պիտի որ ամեն տարի գամ։ Viva Armenia, viva Yerevan։ Բորմաչ Հայաստանին այսօր։ Իմ սիրած վայրը Երևանում
Երևի կենտրոնն է ամենաշատ սիրած։ Աբլաբարը իր համար, աբլաբարը։ Ես Թիֆլիսից եմ ինք իրական, բայց մենք Բրյուսելից ենք, ամուսիններ ենք։ Իրականներից ենք։ Շատ սիրուն է, շատ հաճելի է։ Երեք մենք մինչև ժամը 1-ը ճիշտ ասած քաղաքով մեկ ման ենք եկել ամուսին։ Ես շատ հիացած եմ մնացել մաքրությունով, շատ հաճելի վայրեր են եղել, շատ սիրուն իմ համար, ես երկար ժամանակ բացակայել եմ չեմ եղել, շատ կտրուկ մեծ փոփոխություններ։ Պատկերացրեք, ես հիմա ամեն վայրը ման գալով սպասում եմ, որ մյուս տարի եթե ստացվի, բոլորս գան կտանիքով, երեխաներով, ես երազում եմ, որ երեխեքս գան վայելեն այս պահը, տեսնեն իրանց։ Եվրոպայում ասենց հանդիսություններ, ասենք հազվադեպ կարանտինա։ Առավելագույնն է, ինչ տեսա անցած տարի ես Երևանի ես Երևանի Երևան փառատոն։ Մենք շատ կարճ արձակուրդ վերցրեցինք, շատ կարճ, 5 օրվա արձակուրդ, որ դա հազվագյուտը Հայաստանի համար։ Դա կարած Եվրոպայում ուրիշ տեղ գնաս հանգստանաս, բայց մենք 5 օրվա արձակուրդ վերցրեցինք, որ գանք վայելենք այս օտոնը։ Ամուսինս ա նախատեսել, որ ինձ հրավիրել է այս տոնին։ Անցած տարի հիացած ա մնացել, այս տարի ասել է պետք է կազմակերպեն գնալ։ Մենք երևի 2 օրվա մեջ կազմակերպել ենք եկել ենք։ Հրաշալի է։ Եթե Երևանը լիներ մարդ, ինչ բնավորությամբ կլիներ ձեր կարծիքով։ Երևանը եթե լիներ մարդ, շատ հյուրասեր մարդ, մեծ հոգով, մեծ սրտով։ Քանի որ Երևանի ծնունդն է, ինչ եք մաղթում։ Մաղթում եմ կապուտ երկինք ու երջանկություն բոլոր մեր հայ ազգին։ Մեկ էլ մի բան ավելացնեմ, քաղաքապետարանը մեկ հրավիրատոմս տա մեզ հրավիրել։ Մենք ծնունդի եկանք։ Դուք արդեն հրավիրված եք, որ միջոցառումներին կան։ Անկոչ հյուրի պես եկել ենք։ Անկոչ հյուրի չեք, բոլոր քաղաքացիները, Երևանի քաղաքացիները այսօր այստեղ են ու հրավիրված են, բոլորը։ Իմ ամուսինս ասեց, մենք գնում ենք ծնունդի, ես ճիշտ ասած չգիտեի ուր են գնում, ասում ծնունդի մենք ուր։ Գալուցով հարց ուր եք, ասում Երևանի ինչ կա, ասում ծնունդի։ Ծնունդի։ Երևանի ծնունդի Երևանի։ Չէ, շատ հաճելի է, շատ մեծ բավականություն եմ ստացել։ Ես 4 օր Երևանում եմ, բայց ամեն տեղ հաճելի է Երևանի։ Որտեղից եք եկել։ Մենք Իրանից։ Ամեն տարի գալիս եք։ Ես քաղաքացի եմ, եկել եմ մնամ հիմնական։ Տեղյակ եք, որ այսօր Երևանի տոնն ելնելու ու միջոցառումներ են լինել։ Արդեն նախապատրաստել եք, որտեղ եք գնալու։ Դեռ ոչ։ Դեռ եկել եք այստեղ։ Եթե Երևանը մարդ լիներ, ինչ բնավորության գծեր կունենար։ Աշխույժ, ուժեղ եւ հպարտ։ Մաղթում ենք գույնս գույն ու լավ օրեր եւ ճիշտ սենսի հաճելի լավ ելույթներ։ Նախատեսել եք, որ միջոցառումներին եք գնալու։ Այո, վաղը թատրոնի ելույթը եւ մանուկների համար պատրաստված տոն։ Ուրախ եք, որ այսպիսի միջոցառումներ է կազմակերպվում Երևանի տոնին։ Այո, շատ։ Երևանում որ վայրն եք սիրում։ Մենք նոր ենք եկել Երևան, բայց միշտ սիրել ենք հրապարակը, օպերան Իհարկե 2807։ Ինչ եք մաղթում Երևանին։ Խաղաղ կյանք, երևի ավելի երիտասարդության համար ավելի խաղաղ պայմաններ, ավելի հանգիստ պայմաններ, խաղաղ երկրում ապրենք ամենակարևորը։ Իսկ Երևանին ընդհանուր երևի ավելի վառ, գունեղ, այսպիսի մարդաշատ, բարձր տրամադրության օրեր եմ մաղթում։ Անցած տարի մասնակցել եք միջոցառումներին։ Այո, իհարկե։ Այս տարի մտածել եք, արդեն որոշել եք, որտեղ եք գնալու, որ միջոցառումներին։ Դեռ տես չեմ կողնորոշվել, բայց փորձում եմ բոլոր կետերում էլ լինել, բայց վերջում գալահամերգին անպայման կգնամ։ Եթե Երևանը մարդ լիներ, ինչ բնավորության գծեր կունենար ձեր կարծիքով։ Երիտասարդ, գեղեցիկ, էլ ինչ կարող եմ ասել, երևի թե չգիտեմ, ինչ վառ հատկանիշներով կկարողանամ բնութագրել շատ սիրուն ու գեղեցիկ մարդու, նույն ձև էլ Երևանին կարող եմ բնութագրել։ Աբովյան փողոցը։ Աբովյան փողոցը, ուղղակի փողոց է։ Այո։ Ինչ որ հատուկ վայր չկա։
Եկեղեցիներից կառանձնացնեմ Սուրբ Աննա եկեղեցին, միշտ այնտեղ եմ լինում, բայց առանձնահատուկ վայր որպես այդպեսին, որ առանձնացնեմ Երևանում շատ եմ սիրում, ես Երևանը ընդհանուր շատ եմ սիրում, ամենտեղ որտեղ գնամ, ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։